Ճիշտն ասեք, ձեր պրակտիկայում պատահել էր, որ միանգամից գտնեք այն մարդուն, որ փնտրում եք։ Ասացիք, որ ճանաչում եք Կարինե Թովմասյանին։ Ճանաչում եմ, շատ գեղեցիկ կին է։ Շատ լավ կարող է խելքահան անել, համոզել, որ մոռանաս անցյալդ։ Ապրես ներկայովդ։ Երբ եք նրան հանդիպել վերջին անգամ։ Երբ որպեսզի չխաբեմ, թողեք հիշեմ։ Ես համբերատար սպասում եմ։ Հիշեք։ Մոտավորապես 3 շաբաթ առաջ հանդիպեցինք, բուռն վեճ ունեցանք։ Լավ անկեղծ պատմում եք։ Իսկ ինչ ունեմ խաբելու է։ Եթե ասեմ վիճել ենք, չեք հավատա։ Բայց դե երկու սիրող սրտերը։ Ու եթե սիրող չի, ամենայն դեպս իրար համակրող սրտերը։ Ոնց կարող է պատահի այս կյանքում, որ իրար հետ չվիճեն։ Հետո հանդիպեցիք, վիճեցիք, վերջը։ Բաժանվեցինք։ Եվ այդ օրից չեք հանդիպել։ Ոչ։ Ես իմ այստեղ եմ, վայելում եմ իմ սևանը, մեր բնությունը, գեղամալերները։ Հայ Միջայլոց Սաադեի վերջին գարունը կարդացել եք։ Շեղվեցիք։ Սա էլ Մոնթեի վերջի գարունն է։ Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում։ Կարոտով։ Կարինե Թովմասյանը չկա։ Արդեն մի քանի օր է։ Եվ նրա դուստրը կասկածում է, որ դուք կապ ունեք նրա անհետացման հետ։ Շատերը կասկածներ ունեն։ Բայց ոչ մեկ այս աշխարհում չի կարա իր կասկածներն առաջ տանի, եթե ապացույց չունի։ Ինչ գիտեք, որ չունի։ Որովհետև չի կարա ունենա։ Ինչ ուզում ասի, ես իրա ծնողի անհետացման հետ ընդհանրապես կապ չունեմ։ Դուք պնդում եք, որ տեղեկություններ չունեք Կարինե Թովմասյանից։ Եթե ապացուցեք այն, ինչ ես չեմ արել, ես պատրաստ եմ պատասխան տալ իմ չարածի համար։ Իսկ նրա դուստրը իր հայտարարությամբ մեղանչում է իրականության դեմ։ Պարոն քննիչ, եթե չեք շտապում, մի փոքր վայելեք այս գեղեցկությունը, գեղեցկություն, որ կոչվում է բնություն, հետո նոր կգնաք, քաղաք ղժբժի մեջ կմնեք։ Իսկ լավը հավատաց ու գնաց։ Եվ իսկապես որտեղ են ապացույցները, որ ես կապ ունեմ այդ անպատ կռիվ անհետացման հետ։ Հետ չեմ ասում սպանության հետ։ Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով։ Մենակ թե ես երևի առանց կարոտ մեռնեմ։ Ես սպասում եմ իմ մահվան։
Կյանքի հետ ես այլևս հարցեր չունեմ, հետևաբար չի կարող կարոտ լինել։ Չի կարող նման բան լինել։ Ուրախությանը չես հավատում։ Ինչ ուրախություն։ Ոնց կարամ ես այս հղիությունից ուրախանամ։ Բայց դու միշտ ցանկացել ես Ադամ Գեորգիչին երեխաներ պարգևել։ Ես սրան ոնց բացատրեմ։ Ոնց ասեմ, որ եթե սպասում եմ էլ, ապա ոչ Ադամի երեխային։ Պետք չի այդքան հուզվել։ Չեմ հասկանում։ Մեկ աստեղ ինչ-որ մի բան են չի։ Ինչ 12 շաբաթական հղիության մասին է խոսքը, եթե ես 3 ամիս շարունակ նորմալ Մեկ-մեկ քեզ նայց ես պահում, ոնց որ բուժքույր չլինես, նման դեպքերը նորմալ են։ Մեկա, չեմ հավատում։ Խոսեցիր, պայմանավորվեցիր, ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է։ Երբանից ես անցնելու աշխատանքի։ Վաղվանից։ Աչքիս մի տեսակ ես ուրևն։ Ես ավելի լավ տուն գնամ։ Ինչա լավ չես զգում։ Չէ։ Ասիր մի հատ թող ճնշումդ չափեին։ Շնորհակալ եմ Ադամ։ Դու չափից դուրս բարի ես իմ նկատմամբ։ Բայց այդքան պետք չի, ես դրանից ինձ ավելի վատ եմ զգում։ Ես քեզ կտանեմ։ Կամ ուզում ես ասեմ վարորդս տանի։ Պետք չի, ես մի քիչ կքայլեմ։ Շատ ուրախ եմ, օպար, որ ինձ ընդունեցիր։ Հա, ընդունեցի, բայց գիտեմ, որ առանձնապես լուրջ ասելիք չունես։ Ոնց չունեմ, լավ նորությամբ եմ եկել, օպար։ Որն է քո լավ նորությունը, որ այն աղբից բաժանվել ես։ Հա, ու ասեմ ավելին, ինչ ասում էիր դրա հաշվին, ճիշտ էիր ասում։ Արա, բայց դու ինչ դուրակ գյադա մեծացար, Արամիկ։ Չես հավատում, օպար, որ Յան եմ տվել դրանից։ Յան ես տվել, որովհետև դուռը փակել ա վրա, դու չի թողել, որ ներս մտնես։ Էդ դու որտեղից գիտես, օպար։ Ես ամեն ինչ գիտեմ։ Հələ դրանն է, որ ուզում ա ինձ ու քեզ իրար դեմ հանածլնի, օպար ջան։ Այ Արամիկ, չմեծացար էլի։ Ոնց մանկամիտ գայիր, դեց էլ մանկամիտ մնացիր։ Են բան են ասում են, տարիներն ու կյանքի փորձը մարդուն մեծացնում են։ Քո դեպքում դա այդպես էլ չաշխատեց։ Հա, ինչ վատա, ջահել ենք մնում էլի, օպար ջան։ Դա, իմա ինչ ես ուզում, որ սենյակս ազատես։ Այ օպար ջան, ինձ էլ թված հավեսով կուրախանաս, որ այդ լրբից ազատվել եմ, են էլ ոնց որ չէ։ Ես հավեսով ուրախացել էի, որ դու վերջապես այդ աղջկա հոգսը վերցրել էիր քեզ վրա։ Այ հոպար ջան, դրա հոգսն հենց ծանր է, որ վեկալեի տակը կմնայի։ Արդյունքում քեզ ձեռ է տալիս ձեր բաժանումը, որովհետև ես երեխուն չէի վերցրել ու դու հասկացար, որ երեխուն հայրություն պիտի անեիր։ Բա ես այդ տղեն եմ, որ ուրիշի լակոտին տիրություն անեմ, հոպար։ Դուրակ ես դու արա, ուրիշը որն է։ Հա, հոպար ջան, հասկանում եմ քո թորնը ուրիշ չի, բայց դե Արամիկը այն տղեն չի էլի։ Հա, դու ճիշտ ես։ Արամիկը այն տղեն չի, ում վրա ես այսքան ժամանակ կծախսեմ։ Դավայ դուրս եկար ստեղից։ Հա, էլի գնամ։
Պրոստը եկել էի ասելու, որ ճամփել եմ դրան։ Չես ճամփել, ճամփվել ես։ Դավայ, ելար։ Պապ, ես չես ուզում առաջանալ։ Ասեմ, որ փախնելու հնարավորություն չունես։ Որովհետև առջևում ծովնա, իսկ ետևում ես։ Լավ, դու գնա, հա։ Այդ էր մնում պակաս ես գնամ, ու թողեմ քեզ իր հետ։ Լավ, ես ես մարդու հետ մի կյանք եմ ապրել, խնդրում եմ, դու գնա, ես ուզում եմ ավելի վատ քեզ համար։ Բայց ինչ լավ դերասան կլինեիք, ձեր տեղը մեծ բեմում է։ Վլադ։ Գնա թողերու աղջիկվա էլ ենք էլի, թող մեր ապրած կյանքը հիշենք էլի, թող մեր լավ ու վատ, խաղաղ օրերը հիշենք, գնա էլի։ Պապ ջանի, չես ես վիճակում։ Չես կարծում, որ լավա գնանք, ոնց որ պապատ խոսալու ցանկություն չունի։ Չարա, ինչ գիտես, ինչես դու ամեն անգամ խանգարում, ինչի չես թողնում հերու աղջիկ շփվենք, անցած անգամ քո մոտ էդ քո տարածքում էինք, ասեցի լսեցի, հասկացա, բայց այս անգամ իմ տարածքում կանես են ինչ-որ ես կասեմ։ Իսկ եթե չանեմ ինչ պիտի անես, պիտի սպանես պարոն մոտ։ Կսպանեմ։ Պապ։ Հայ բալաջան կսպանեմ։ Աղբեր դու տաղուս վրեժը կլուծեմ, որովհետև աղբերդ քեզ կողրջելու համար սպանեցին որդուն։ Դե լավ էլի պապա, ինչքան կարելի անընդհատ այդ անցյալով ապրել, հերիք է էլի անընդհատ նույնը։ Ադանա ինչ պետք է խոսա, որ գնանք։ Կարող է գիտես, աղջկաս ծելակռանի ծելն էիր, խաբար չկալ վերես, չմոռանաս, որ ես քեզանի շատ եմ սիրում իմ դստերը։ Ես էլ քեզնից ոչ պակաս թե սիրում եմ, թե անհանգստանում եմ։ Հնենք չէ, որ դու ինձ մոտ մեծ վստահություն ունես։ Բայց նենց էլ չի, որ ես էլ եմ անվերապահորեն ձեզ վստահում։ Դու կարաս գնաս, դու կարաս չանհանգստանաս, ես հնենք չեմ անը, որ իմ աղջիկը վատ զգա իրը։ Դե լավ, արդեն երեխայություն ես անում, գնա թող խոսենք։ Եթե հետ եկա ու Ադանայի աչքերին ավելորդ արցունք տեսա, լավ չի լինի։ Ափսոս, որ նույնը ես քեզ չասեցի, երբ առաջին անգամ հանդիպեցինք այստեղ ու աղջիկս ծանոթացրեց քեզ հետ։ Շատ արցունքներ տեսա երեխիս աչքերին, բայց քեզ պատին չսեղմեցի։ Ինչ կա։ Այդ աղջան մի հատ արի նստի, հանգստացի, շունչ քաշի, սառը ջուր խմի, ինչ կա։ Գործ կա, որ կանչել եմ, ուրեմն գործ կա։ Ինչ գործ։ Լսի, ոնց որ դիլխոր ես, հա։ Ինչ ա եղել։ Ինչից որոշեցիր, որ դիլխոր եմ։ Դու հեչ ամուսնացած տղամարդ տեսել ես։ Պետք է անպայման հիշացնես, որ այդքան էլ հաջող չի, չէ՞ ամուսնությունս։ Մարդիկ ամուսնանում են, որ երջանկանան, ոչ թե իրենք իրենց դժբախտացնեն։ Ինչի այդպիսիք էլ են լինում։ Ոնց չկան։ Բա դու ինչ ես։ Էլ ես որ չեմ նեղվում։ Արա ես եմ նեղվում, որովհետև երեք այսօրվանից ուրախ էիր։ Որովհետև երեք եկար, ստիպեցիր խոսամ, իսկ հարսդ էլ ակաժները կախել լսում էր մենք ինչ ենք խոսում։ Դու էլ հետարքիր տղա ես, արա։
Սա աշխարհում գնացիր եկար հենց այդ աղջկան գտար։ Ես չեմ ուզում, որ դու վատ բան ասես իր մասին։ Ես վատ չեմ ուզում խոսել այդ աղջկա մասին, ու ասեմ ավելին, ես չեմ ուզում, որ դու այդ վատ տան մեջ ապրես։ Իմ տան մասին է խոսքը։ Հա, քո տան մասին է։ Բայց ինչ է եղել իմ տանը, ես շատ սիրում եմ այդ տունը։ Արա դու կարող ես ավելի լավ տուն ունենալ ու ավելի լավ կյանքով ապրել։ Ես չեմ ուզում։ Արա արդեն երկարացնում ես։ Սա քո նոր տան բանալին է։ Վերցրու, գնացեք, դուռը բացեք, չստիկները հագեք ու ապրեք, տանն ամեն ինչ կա։ Մարդ, որ ընկնում ա քո աչքից, էլ հույս չի լինում, որ մի օր նորից մարդու տեղ կդնես։ Այսքան պատիժ կլինի, որ դու ես ինձ հասցնում։ Հասկացանք, մորս տարար, Ադամից զրկեցիր, անկային տաշտակես։ Այդ բոլորին արժանի էի, որովհետև չէի գնահատել այնինչ ունեի, այնինչ տվել էիր ինձ, բայց հերիքա, պիտի կանգ առնեիր, ես արժանի չեմ, նույնիսկ արժանի չեմ, որ հղի լինեմ Արամից, այդ կեղտից։ Գտել եք իմ ասած մարդու։ Այո, գտել ենք։ Խոստովանեց, որ ինքն է տարել մամայիս։ Ինքը խոստովանեց միայն, որ ճանաչում է ձեր մամային։ Բայց ասեց, որ մամաս իր պատճառով է կորել։ Այդ մասին ոչ մի խոսք։ Նա նշեց, որ վերջին անգամ ձեր մորը շաբաթներ առաջ է տեսել։ Խափում է։ Ինչի իման վրա եք կարծում, որ խափում է։ Մամայիս են ծանոթը ասել էր, որ Մոնթեն իրան միշտ ահաբեկել է, ուզեցել է սպանի։ Ով է այդ տղամարդը։ Տվեք նրա անուն ազգանունը ու մենք նրան բերման կենթարկենք։ Որից հետո կպարզենք, թե ինչու է նա համոզված, որ Մոնթենն է ձեր մոր անհետացման պատճառը։ Բայց ես չգիտեմ իր անունը։ Այդ տեսնում եք, վատ է։ Ադամ Գերգիչ, Մարտան ո՞նց եղավ։ Այդքան էլ լավ չէր։ Շատ էր հուզվել, չէր հավատում, որ հղի է։ Ինչա։ Որ ինչա։ Դե որ հղի է, չլինի ձեզ չէր ասել, ու ես բերանբացություն արեցի։ Լավ, գնա քո գործին։ Իմաստեղից հետո կգնանք հիվանդանոց, կխոսես, կպայմանավորվես, կանցնես աշխատանքի։ Տանը նստելով բան դուրս չի գա։ Ինչ եղավ։ Չհասկացա։ Մի անգամից ված զգացի, սիրտս խառնեց։ Դե չուզելով ուտելն էլ է սա էլի։ Լավ, ավելի լավ է դուրս գանք։ Անակնկալը չգիտեմ, բայց մարդրեի ծրագրերը հաստատ փչացրիր։ Ես լուրջ եմ ասում, դրանք կմորթեմ։ Կմորթեմ, եթե հանկարծ Ադամը ինձ պատմի իր սխրագործությունների մասին։ Հուսովամ այդքան անխելք չի, որ պատմի։ Ասեց, որ քեզ վատ վիճակում է գտել։ Այ բանես թուլացել է։ Դրվել ես ավազին, էշջրին, հարվածներից։ Իսկ եթե ավելի կոնկրետ, ինչ է քեզ հետ կատարվում, պապ։ Երևի թե հոգնել եմ ցավդ տանը։ Բանես քարև հոգնել եմ։ Պապա, օթային բառեր մի ասա, հա, խնդրում եմ։ Կոնկրետ հարցից պատասխանի։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Ինչ է իրեն օր եկել մեր տուն։ Ինչ է իր ուզում ասել։ Խմել էի մեռնեմ ջանիդ։ Իսկ կոկորտս տակացրել է եկել էի։ Հյուր է եկել ձեր տուն եկել էի իմ աղջկաս տեսնեի, հետ այմի ինչ անեմ։ Պապա, դու ինձ ինչ-որ բան էիր ուզում ասել։ Ու հաստատ ոչ անկարևոր։ Խոսա, պապա։ Բալես նա ինչ գեղեցիկ է Սևանը, ասա որ լավ օրեր եք ունեցել։
Պապա, շատ եմ խնդրում։ Հերթական անգամ խոսակցությունն ուրիշ ուղղությամբ մի տար։ Բալես արի ոչ մի բան չասենք։ Արի լռենք։ Արի երկար իրար նայենք։ Միասին վահելենք այդ լռությունը։ Ճիշտն ասա, պապա։ Լռում ես, որովհետև Վլադն է տենց պահանջել։ Ցավը տանեմ Վլադնովը, որ Պալաչից ինչ-որ բան պահանջի։ Լավ, էդ ինչ հիմար անունա, Պալաչ։ Էդ ինչ է, էդ ինչ անունա, պապա։ Բալես մի բան, որ խնդրեմ։ Կարող խոստովանես։ Ասա։ Հորդ։ Այսինքն ինձ ինչքան ես սիրում։ Շատ։ Շատ, պապա։ Ու հենց այդ սերն է, որ մինչև հիմա ինձ պահել է քո կողքին։ Այսքան բանից հետո։ Ինձ ավել բան պետք չի ցավդ տանեմ։ Հիմա ես եմ քեզ խնդրում, պապա, որ անկեղծ լինես ինձ հետ։ Բալես, բայց այնպեսի բան չխնդրես, որ ստիպված լինեմ ստել։ Ինչ ես արել Կարինեին, պապա։ Թե կասես, որ տեղյակ չես նրա անհետացման մասին։ Հիշում ես, պապ, դու ինձ ասում էիր, որ այս վերջերս ինքը քեզ ինչ-որ հարցերում էր մեղադրում։ Ես քեզ շատ եմ սիրում, ցավդ տալ։ Ես քեզնից շատ եմ սիրում։ Ես քեզ ինձնից շատ եմ սիրում։ Ես քեզ բնությունից շատ եմ սիրում։ Ես քեզ այս աշխարհից շատ եմ սիրում։ Ես հիվանդագին եմ սիրում քեզ։ Մերսի։ Դե որ մերսի DJ բատ ինչ ես դրել դերնս։ Չեմ ուզում։ Արա դու չես օգնել քո այդ ձևերից։ Քեզ համար գուցե ձև է, որ ես հրաժարվում եմ, բայց սա իմ անկեղծ ցանկությունն է։ Լսի, հերիքա ինչքան քո ցանկությամբ շարժվեցինք։ Սրանից հետո շարժվելու ես իմ ցանկությամբ։ Այնպես ոնց որ ես եմ ուզում։ Ես ոնց ասեմ, որ դու չնեղանաս, բայց միաժամանակ հասկանաս, որ ինձ տուն պետք չի։ Արա այն տուն է, որ դու ապրում ես։ Well, լեզվիդ չտաս։ Վերցրու բանալին։ Սա, որտեղ ազգանունդ կտեսնես, դիմացը ստորագրությունդ կտնես։ Ինչ ես տես նայում, կարող է այլ մոլորակային տեսար։ Ես ինչ է։ Սա են ամենն է, որ ես ուզում եմ քո ձեռքի տակ անցնի, ու դու դառնաս այդ ամենի տերն ու տիրակալը։ Ես չեմ ուզում։ Արա դու ոնց որ լավ չհասկացար, ես արդեն չեմ նայում քո ուզելուն ու չուզելուն։ Ես նայում եմ իմ ցանկությանը ու իմ հարմարությանը։ Վերցրու ու հերթով ստորագրի բոլորը։ Բոլորը։ Ինչ է ոնց է մտքովդ։ Հեչ։ Վատերազ եմ տեսել։ Ադյան, ինչ է եղել, ձայնդ բարկացած էր, բայց տեսքդ էլ ոնց որ այդպիսին։ Էդ ինչեր ես քեզ թույլ տալիս։ Ինչեր եմ թույլ տալիս։ Լսի, դերասանություն մի արա, դերի մեջ մի մտի, համոզում էիր ինձ, թե փոխվել ես, սխալներդ ընդունել ես,
մորդ մահն ես սգում։ Այսինքն Ադամ ոչինչ բան չեմ հասկանում, կբացատրես։ Դու ոնց կայիր այդ տենց էլ մնացել ես, նույն կեղծավոր ու շահամոլն ես։ Լսի, գիտես ինչ կա, հերիք անվանս հետ խաղաս։ Էդ դու ես իմ անվան հետ խաղում։ Ինչ ես իմ հիվանդանոցում հայտարարել, թե հղի ես ինձնից։ Կասես սուտա։ Ինչ են քեզ ասել։ Ինչ որ ասել են։ Ումից ես հղի։ Էդ լակոտից։ Ես չեմ պատրաստվում քեզ ստեմ։ Ուղղակի կասեմ, որ սա այո, Աստծո պատիժն էր, բայց քո անվան հետ ես չեմ խաղացել։ Լսի, ես քո լակոտն եմ, թե մտածում ես այնքան պարապեմ, որ մի բան եմ հորինել, քեզ հետ հանդիպեմ։ Լավ էլի Ադամ, խնդրում եմ, ինչեր ես խոսում։ Հա, ես գնացի հիվանդանոց, պարզվեց հղի եմ, բայց մնացածը քո աշխատողների ենթադրություններն է։ Լավ, թեկուզ այդպես։ Ես չեմ ուզում, որ իմ անվան շուրջը բամբասեն։ Ես մի բան գիտեմ, հաստատ։ Ազատվելու եմ այդ երախուց, ու վերջ։ Միլա, դեռ ինչքան ես պատրաստվում ինձ հետ չխոսել։ Միլ, գիտես, որ նեղացած մնալը շատ վատ բան է։ Ես խռով չեմ։ Խռով ես։ Եթե թողնեի գնամ պապայիս մոտ, խռով չեմ։ Բայց դու գիտես, որ մենք քեզ շատ ենք սիրում բոլորս։ Պապայից շատ ինչ ոչ մեկ չի սիրում։ Աղջիկ ջան, պապատ իր կյանքում բազում սխալներ ա թույլ տվել։ Այ երբ դրանց համար պատասխան տա, կգա քո հետևից։ Մամ ջան, չեմ կարծում, որ դա երեխուն ասելու բան է։ Բայց ասածներից մեջ ո՞րն էր սխալը։ Դե եթե մամ ջան պատասխան տալով լիներ, մենք բոլորս վաղուց պիտի պատասխան տայինք ու պատժվեինք, բայց տենց չի։ Էն որ Կարմենից կորցրեցինք, դա պատիժ չէր։ Էն որ երեխուդ վերցրել ես 5 օր մեր տանես մի օր ամուսնուդ, էն որ Արամիկս ընկել էր այդ լրպի հետևից, դրանք պատիժներ չէին։ Որ մեկը ասեմ, ինչ լավ, որ մեկը ասեմ։ Շատ մի լավ օրի եմ, հիմա դու ավելի ես ցավեցնում։ Ուզում եմ գնամ խաղամ։ Գնա Միլա ջան, գնա վազվզի, բայց աչքիս առաջ հեռու չգնաս, հա։ Միլա, մենք քեզ շատ ենք սիրում ու լավ կլինի դու էլ մեզ սիրես։ Ես իմ պապային եմ շատ սիրում։ Տես կապ չունի ինչքան կսիրես, ինչ կանես, ինչ կասես, մեկը այս երեխու սիրտը մեզ չի կպնում։ Տրամաբանական է։ Չէիր կարող, չէ մի այնց բան ասել, որ սիրտս հովանա։ Ամուսինդ չի զանգել, գնաց ու գնաց։ Մոնիկա ջան, շատ ես նեղվում։ Հիմա այդ ասում ես, որ սիրտդ հովանա, մամ։ Թարսի պես չհովացավ։ Ես չեմ ուզում, որ այս երեխեն էլ անհեր մեծանա։ Հիմա ինչ, պապ, ինչ կասես։ Կարինեի անհետացման մեջ կաս։ Բալես դա քեզ ինչ կտա։ Պապարի վերջակետ տնենք բոլոր հարցերին։ Դու ինձ հիմա պիտի ասես, թե ով այդ Կարինեն, ինչի ինքը հայտնվեց, ինչ էր ուզում ասել, ու վերջում, ուր է ինքը հիմա։ Չգիտեմ, ես չգիտեմ ցավդ տանեմ։ Չգիտես, հա։ Իսկ եթե ասեմ, որ ես քեզ չեմ հավատում։ Բալես դու մի հավատա, իսկ ես չեմ արդարանա, որովհետև կոտրված բաժակը կպցնել, նա
նույնա թե չկպցնել։ Դա նույնա թե այն բաժակը էլ չի վերականգնվի։ Մեր առաջին հանդիպումից, մեր առաջին շփումից հետո, երբ որ ես կորցրեցի քո վստահությունը, դու ինձ սկսեցիր չհավատալ։ Ճիշտ է, մենք դրանից հետո շատ ենք շփվել, շատ ենք ապրել, այս կյանքը լավ թե վատ, բայց միևնույն է, ես կորցրեցի վստահությունը։ Ես եկել հասել եմ ստեղ, որ դու ինձ ճիշտն ասես, բայց ոնց երևում է։ Ես նորից խփում եմ, դու նորից չես հավատում, բայց ես ես անգամ լուրջ պատճառ ունեմ ցավը տանել, որովհետև դու ըղի ես։ Չլինի ինձ ես խնայում։ Ես այսքան տարի քեզ չխնայեցի։ Թույլ տուր գոնե հիմա քեզ խնայեմ։ Չէ, մի խնայի, հա, խնդրում եմ։ Եկել է պահը արդեն, որ պիտի խոսենք իրար հետ, որ իրար հետ պիտի խոսենք առանց բազմակետերի։ Բալես, հավատում ես չէ, որ ես քեզ անսահման սիրում եմ։ Ապացուցիր։ Տես, պապա, մարդ չկա։ Մենակ ես ու դու ենք։ Արի անկեղծ խոսենք, լավ։ Ես հիվանդ եմ ցավը տանեմ։ Ոնց հիվանդ ես։ Ես հիվանդացել եմ քո սիրուց։ Հիվանդացել ու տարապել եմ քո սիրուց։ Ու տարապում եմ քո սիրուց։ Բայց դու բաներ ես անում, որ ինձ դիպում են մտածել, որ դու ինձ ատում ես։ Ես ինձ եմ ատում։ Ես ինձ եմ ատում քեզ։ Քեզ հիվանդագին սիրելու համար ես ինձ եմ ատում։ Կարաս էլ բան չխոսաս, պապա։ Ես արդեն հասկացա։ Կարենեն քո ձեռքով է գնացել։ Հա, Բալեսա, ես եմ նրան սպանել։ Նա իմ զոհն է դարձել։ Չես սպանել, պապա։ Ինչա չես լսում։ Չես լսում ինձ սիրող հայր։ Ինչի ես սպանել այդ կնոջը, ինչի համար։ Վլադ, տարախ չկաս։ Ես ինչ որն ես գցել Ադամեին։ Ես քեզ ինչ էի զգուշացրել։ Արի։ Տար, ասեցի տար նրան քո հետ։ Դե ես կարող եմ չտիրապետեմ, տար։ Գնացինք Ադամե։ Չէ, թող ինձ, թող։ Չթողնես, տար հեռացրու։ Գնացինք ու ուրիշ պատասխան չլսեմ։ Ես տենց էլ չհասկացա քեզ։ Ես ինձ էլ չհասկացա։ Թե ոնց այսքանից հետո ես շարունակում եմ քեզ սիրել։ Տենց բան չի լինում, չէ ախր։ Ոնց է հնարավոր տենց, այդ ինչ բան է այդ սերը։ Այդ ինչ բան է այդ սերը, որին ոչ մի ձև հրամայել չի լինում։ Հարցերս ինձ խեղդում են, պապ։ Էլ հարցեր չկան։ Վլադ, տարախ չկաս, Վլադ։ Չէ, թող։
Ասում եմ տարվլակ։ Թող։ Ասում եմ արի։